Պեկական ամբողջովին դուրս է բերում իր ուժերը Թուրքիայից, այդ մասին կառույցը նշել է հոկտեմբերի 26-ին։ Թուրքական իշխանությունները սպասում են, որ Պեկական այդ քայլին կդիմի նաև Թուրքիային հարակից այլ երկրներում, մասնավորապես Իրաքում։ Այս քայլը պատմական է, սակայն այն պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Պեկական դեռևս մայիսին ազդարարեց Թուրքիայում զինված պայքարը դադարեցնելու մասին, իսկ նրա անդամներից ոմանք խորհրդանշական ձևով այրեցին իրենց զենքերը վայր դնելով։ Որոշումը ՊԿԿ-ի հիմնադիր, ներկայում ՑՄ ազատազրկված Աբդուլլա Օջալանի ուղերձի ուղիղ հետևանքն էր։ Թուրքական իշխանության հետ երկարուձիգ բանակցություններից հետո նա քրդական զինված ուժերին կոչ արեց դադարեցնել զինված պայքարը Թուրքիայի դեմ։ Փոխարենը քրդերը ակնկալում են դառնալ Թուրքիայի լիարժեք քաղաքացի, դրանից բխող քաղաքական եւ իրավական ձևակերպումներով։ ՊԿԿ-ն Անկարային կոչ է անում պատասխան քայլեր անել հանուն ազատ, ժողովրդավարական եւ եղբայրական կյանքի։ Մարքսիստ-լենինիստական հայացքներով ՊԿԿ-ն Օջալանի գլխավորությամբ Թուրքիայի դեմ զինված պայքարը սկսել է 1984-ից, սկզբում պահանջելով անկախություն, հետո տարիների ընթացքում ինքնավարություն։ Չնայած Օջալանը 1999-ից ՑՄՀ պատիժ է կրում Թուրքիայում, ՊԿԿ-ն շարունակում է կարևոր գործոն հանդիսանալ Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս։